Միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի երթուղին ներկայացում է ոչ թե որպես Հայաստանի նախաձեռնողական մասնակցությամբ ձևավորվող ռազմավարական նախագիծ, այլ որպես ամերիկյան գլոբալ օրակարգի բաղադրիչ, որտեղ Հայաստանին վերապահվում է առավելապես գործառնական կամ սպասարկող դեր։ Նշված մոտեցումը վկայում է այն մասին, որ Հայաստանը շարունակում է հանդես գալ գործընթացների օբյեկտի կարգավիճակում սահմանափակ մասնակցություն ունենալով տարածաշրջանային օրակարգի ձևավորման եւ որոշումների ընդունման փուլերում։ Բովանդակային քաղաքական եւ ամուտանգային փոխհարաբերությունները ըստ էության ձևավորվում են Վաշինգտոն-Բաքու առանցքում, մինչդեռ Երևանը ներգրավում է արդեն իսկ ձևավորված քաղաքական տրամաբանության շրջանակում սահմանափակ մանևրային հնարավորություններով։ Այս կառուցվածքային անհամաչափությունը համակարգային բնույթ ունի եւ չի ձևավորվել փոխնախագահ Վենսի այցի կամ այդ տանոսավորող Թրամփի հայտարարության շրջանակում։ Այն արդեն ակնհայտ էր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, Դոնալդ Թրամփ հանդիպման ընթացքում, երբ քաղաքական սիմվոլիկան եւ բանակցային գործընթացի փաստացի արդյունքները կրկին չէին արտացոլում Հայաստանի սուբյեկտային դերակատարության որոքական աճը։ ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան եւ Ադրբեջան կարելի է գնահատել որպես դիվանագիտական ակտիվության դրսևորում, սակայն այն ինքնին չի վերափոխում ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների կառուցվածքային տրամաբանությունը։ Քանի դեռ այդ հարաբերությունները չեն համալրվում հստակ քաղաքական, ամտանգային եւ ռազմավարական փոխադարձ շահերի համակարգով, Հայաստանը կմնա տարածաշրջանային գործընթացների առավելապես օբյեկտային դիրքում, անկախ բարձր մակարդակի հայտարարություններից եւ խորհրդանշական դիվանագիտական քայլերից։